Ես ասի, հեսա շոտ կգա, այս է։ Պատկերացում ես։ Լավ։ Սաղ նայում են, սաղ։ Լավ։ Ինչ լավ։ Դրա լավը ո՞րն է։ Գնամ զանգեմ կարող է Արմենի մասին ինչ-որ լում ունի, ինչ-որ հարց ունի, չգիտեմ։ Հա, գնա, բայց ասեցիր, որ մհերը քեզ հետ ես, չէ՞։ Բա ուր է, ուր գնաց։ Չգիտեմ։ Նույնիսկ չօգնես, որ մթեր կբարձրացնենք, ասես շտապ գործ ունի։ Այս մհերի գործերն էլ սաղ շտապ է։ Դե լավ, գնա ես էլ գործ ունեմ, հաջող է։ Կասկած չկա։ Բերոյանի մատանին ոսկերչական խանութ է բերել Ինգան, Լեռնիկի աղջիկը։ Աշխատողը ճանաչեց նրան։ Պետք է պարզել, ով էր այն տղամարդը, որ ուղեկցում էր Ինգային։ Պետք է պարզել։ Եկել էր մոտ, է։ Ով։ Վիկան, Ալլայի աղջիկը։ Հա։ Եկել էր ուզում էր Բերոյանի աղջկան տեսներ, խնդրում էր։ Բերոյանի աղջկա։ Բերոյանի աղջիկը կին է դա։ Ինչ չես ասում կնոջս։ Նա իմ կինը չի։ Դա ասա նանա է։ Նանան ով է։ Գորջան։ Այդ իսկականից ձեռ ես քաշել դրանից։ Նա իմ կինը չի, Ռոբոտ։ Հա դե ինչ ես պահում։ Ուղարկի մոր մոտ, Բերոյան ես տուն։ Միամիտ բաներ ես խոսում։ Ինչի։ Ինչի դա պետք։ Բա իմ հաճույքը։ Ինչ հաճույք։ Անգամ նրան տեսնելիս հաճույք եմ։ Երբ այդ վիճակում տեսնում եմ, վերքերս լավանում են։ Վիճակը վատագոր։ Հա, կոտրված, ստորացած, վիզը ծուր, կիսամեր, գրեթե անշունչ։ Մահամերձա։ Հա, հոգեպես։ Շատ ես տանջում։ Հա, հոգեպես։ Բա դու լավ ես անում է վաբշե։ Դրանց հասնում է։ Վարոսյանը ինչ ասում են Արմենի մոմենտով, Արմենի պահով։ Բարև։ Բարև։ Այսօր երջանիկ օր է ինձ համար։ Առաջին անգամ քո օժար կամքով քո նախաձեռնությամբ ուզեցիր հանդիպել ինձ հետ։ Նման բան չէր եղել։ Իրոք երջանիկ օր է։ Մարուժան, դժբախտություն է պատահել։ Դու երևի գիտես։ Դժբախտություն։ Ինչ է եղել։
Դու երևի գիտեիր, Արմենը սիրում է Բերոյանի աղջկան, այդ ծերվաղուց է սկսվել, երբ Նանան դեռ ամուսնացած չէր Գորղասումյանի հետ։ Ամուսնությունից հետո Նանան կապը շարունակել է Արմենի հետ։ Հիմա Գորղասումյանը նրանց միասին է բռնացրել։ Վարուժան, դու պետք է օգնես ինձ, դու պետք է փրկես տղայիս։ Լավ որ կորավ ես աղջիկը։ Ինձ թվում է հիմա մաման Վարուսյանի մոտ է։ Ինչի՞։ Օգնություն խնդրելու հիմա մենակ Վարուսյանը կարող է Արմենին ասատի, եթե գորին ասի գորը անպայման Արմենին բաց կթողնի։ Ուրեմն Մահերի չի կարողանում ազատի Արմենին։ Վարուսյանն է ազատում։ Արմենը Մահերի տղան է։ Իսկ Վարուսյանի ինչն է։ Վարուսյանի եղբոր տղան է։ Չէ, ցավը տանեմ։ Արմենը Վարուսյանի ոչ քրոջ տղան է, ոչ էլ եղբոր տղան է։ Ընդամենը իր աշխատողն է։ Աշխատողը։ Այսքան բան։ Չգիտեմ, ամենայն դեպս եթե մաման կամ Մահերը խնդրեն Վարուսյանին, Վարուսյանը անպայման գորին կասի, գորը չի կարող չի ենթարկվել, հասկանում եք Վարուսյանին, չի կարող։ Վախենում է Վարուսյանից։ Քեզ ով ասեց։ Գորը։ Չէ։ Ամենայն դեպս Վարուսյանը ավելի ազդեցիկ, ավելի ուժեղ անձնավորություն է։ Գորը չի կարող չի ենթարկվել Վարուսյանին։ Չի կարող։ Խեղճ եմ։ Նորից հայտնվեց երկու կրակի արանքում։ Մի կողմից իր երեխու փրկության հարցն է, կյանքի։ Մյուս կողմից էլ անունի ու պատվի։ Ինչ անում։ Հեչ, բաներ ասեցի, բայց։ Էմա դու վատ մի զգա գործարք բառից։ Ճիշտ է, կոպիտ է հնչում, բայց նույնիսկ սիրող սրտերի ամուսնությունը գործարք։ Շատ շուտով ամեն ինչ լավ կլինի, Ռաֆո։ Էմայի հետ մի հարց կա, պիտի պարզեմ ու շուտով լավ կլինի։ Արմենը ազատության մեջ կլինի։ Էդ ինչ հարց է, որ Մեհեր ջան։ Միչև Էման Վարուսյանի խնդրանքը չկատարի, Վարուսյանը Էմայի խնդրանքը չի կատարի, հասկացար, Էման որպես մայր պետք է ասի Վարուսյանին այո։ Ես համաձայն եմ։ Դառնալ քո կինը։ Կրկնիր Էմա։ Կրկնիր, ես ականջներիս չեմ հավատում։